Մոտ 2000 տարի առաջ Երուսաղեմ քաղաքում, երբ մարդիկ պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուսն իր աշակերտների հետ Ձիթենյաց լեռանը մոտեցավ, աշակերտներից երկուսին ասեց. գնացեք այն գյուղը ու այնտեղից մտեք, մի ավանակ կգտնեք կապված, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել, արձակեք այդ ավանակին ու բերեք։ Երբ որ ավանակին բերում են, Հիսուսը նստում է դրա վրա ու առաքյալների ուղեկցությամբ դեպի Երուսաղեմ ճանապարհ է ընկնում։ Երուսաղեմ մուտք գործելու այդ մեծ խորհուրդը, որ մարդկանց սրտերում Տիրոջ տեղ գտնելը, ներաբնակվելն է նշանակում, լի էր պատգամներով։ Հիսուսը ավանակի վրա նստած մտնում է քաղաք ու իր հետ իր աշակերտներին է տանում ու մարդկանց նաև, որոնք այդպես ուրախանում են, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, իրենց զգեստները փռում են ճանապարհի վրա, որպեսզի Քրիստոսն անցնի դրանց վրայով։ Իսկ ոմանք էլ արմավենու ու ձիթերնու ճյուղերը ձեռքներին փառաբանում են Տիրոջը։ Ձիթենու ու արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, բացի դրանից դա ունի նաև արքաների համար որոշակի այսպես նախատեսված առանձնակի պատիվ, հանդիսավորություն, ցուցաբերելու իմաստ։ Բացի դրանից ուռերն ու այդ ոստերը, որոնք անպտուղ են, հաճախ համեմատում են հեթանոսների հետ, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո։ Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը։ Ժողովուրդը այդպես ծառի ճյուղերով Հիսուսի ճանապարհը զարդարում է ու բնության զարթոնքն է ավետում դրանով, ու Հիսուսը Երուսաղեմ մուտք գործելով ոչ թե մենակ զարթոնք է պարգևում բնության, այլև կյանքի նոր իմաստ, նոր կյանք է հաղորդում մարդկանց ընդհանրապես։ Հիսուսի առջև այդ հագուստները նետելը խորհրդանշում է մեղքերից ազատվելը, իսկ ավանակի վրա նստած մուտք գործելը խոնարհության ու խաղաղության իմաստ ունի։ Հիսուս Քրիստոսին տեսնելով, ուրեմն բոլորը հավաքվում են քաղաքի դարպասների մոտ, քանի որ շատ են լսել նրա կատարած հրաշքների, բժշկությունների մասին ու վստահ են, որ նա, այսինքն Քրիստոսը, կլինի իրենց փրկությունը։ Սակայն հենց այդ նույն մարդիկ օրեր անց ուրեմն դատապարտեցին Քրիստոսին, խաչեցին այսինքն Քրիստոսին։ Հիսուսը առաջին անգամ չէր, որ Երուսաղեմ էր գալիս, բայց այս մեկը պետքա լիներ վերջինը, քանի որ Երուսաղեմում Քրիստոսի երկրային կյանքի վերջը եղավ, այսինքն նրան խաչեցին։ Քանի որ այսօր Պահքի վերջին կիրակին է, այսինքն ծաղկազարդ է այսօր, շնորհավորում եմ բոլորիդ ծաղկազարդի առթիվ ու սիրուն, խաղաղ, բարի ծաղկազարդ եմ ցանկանում բոլորիդ։ Բարի օր սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Մենք էլ ենք լավ, այսօր Կիրակի օրը որոշել ենք մի քիչ հանգստանանք, ծով ենք գնում։ Եղանակը այդպես բան չի, շատ շոգ չի, բան, անգամ բաճկոն ենք հագել, բայց մի 14 աստիճան 15 կլինի։ Բայց որոշեցինք ծով գնանք, մի քիչ հանգստանանք, Կիրակին այդպես անցկացնենք, չնայած որ վաղը աշխատելու եմ, բայց տանը մնալով չենք հանգստանում։ Պետք է անպայման բնության մեջ գնալ, մենակ այդ ձևահանգիստը լիարժեք լինում, դրական լիցքեր եմ ստանում այդ ձևով։ Հիմա 90 կիլոմետր գնալու ենք, ընթացքում մի քիչ տեսարաններ կդնեմ, կնայեք, մինչև հասնենք ծով ու կմիանա։ Sla rechtsaf naar de Eendrachtstraat.
հասանք Օստենդ, ես ինձ սիրուն այս Օստենդը, առաջին անգամ չենք լինում, շատ ենք եկել, բայց ամեն անգամ շատ դուրս գալիս է, հետաքրքիրը գիտեք, որ նա երբ որ տուն էինք ուզում գնեինք, մերոնք առաջարկում էին այստեղ, ասում են Օստենդում տուն գնենք, ասում են, չէ, այնտեղ կարող ասում են ծովը բարձրանա, գալցվի տները, իսկ հիմա ինքան դուրս գալիս է, շատ լավն է այստեղ, շատ հաճելի է, մի ընկերուհի ունեմ, այստեղ ապրում, շատ լավն է, ընթացքում կնկարեմ ձեր համար, ցույց կտամ, հիմա պարկինգ գտել ենք, մեքենան կանգնացրել ենք, ուղղակի նայում ենք վճարովյա, թե անվճար, օրը կիրակի է, կիրակի օրերը հիմնական անվճար է լինում, տեսնենք ապարատ ենք նայում, որ վճարենք, նայենք էլի, եթե վճարովյա վճարենք, թեթև քամի կա, բայց լավ է, մեր բախտից անձրև չի, եղանակը որ նայում էի անձրև էր տալիս, բայց չկա անձրև, ապահովության համար անձրևային բաճկոնել եմ վերցրել, տակ հագնվել է, որովհետև ծովի մոտ սառն է լինում, ցուրտ է լինում, քամի է միշտ լինում, ապարատն ենք բան գալիս պարկինգի տոմսը հանելու համար, հիմնականում իմ իմացած բոլոր քաղաքներում, անգամ Լյուքսեմբուրգում, կիրակի օրերը անվճար է, բայց Օստենդում չէ, դե Օստենդը շատ տուրիստական քաղաք է ու կիրակի օրերը շատ են գալիս, համայնքը անվճար պարկինգ չի էլ տրամադրի։ Հեսա գնանք գտնենք, որովհետև կա տեղեր, որ պետք է օնլայն արվի, նայենք օնլայնա թե ապարատ կգտնենք, հա, ոնց որ հեռվում ապարատ է երևում, գնանք տոմս անենք։ Անմիջապես ծովի մոտ պարկինգ ենք արել, այստեղ պարկինգը, այսպես շրջվում եմ մյուս կողմ, ծովն է այնտեղ, քամուց աչքերս արսնկոթվեցին, շատ մոտ ենք կանգնել ես անգամ, նախկինում մի քիչ ավելի հեռու պարկինգներում էինք կանգնում, ահա գիտել գները հարմար էին, փաստորեն ինչքան դրեցինք, 12 ժամ ու կես, մի եվրո 12 ցենտ վճարեցինք, քարտ էլ չի տալիս, ինձ թվաց քարտա տալու, որ մեքենայի մեջ տնենք, բայց չէ, օնլայն ամեն ինչը, այդպես վճարեցի, բայց քարտ չտրեց, արդեն իրանց մոտ երևում է, հասանք ծովին, արդեն ոնց որ ծովին, որ մոտենում ենք, ոնց որ այսպես չգիտեմ ինչ հաճելի զգացողություն է, հիմա կամերան շուրտամ նայեք, ժողովուրդ հասկանաք, առնա, ես էլ համես հակելի անձրևային բաճկոն եմ վերցրել, բայց թողեցի մեքենայի մեջ, ինձ թվաց տակ կլինի, բայց չէ, լավ սառնա, գնամ դա էլ վերցնեմ, լավ էր, այս մոտի կանգնելու լավն էլ էդ էր, որ արագ կգնամ մեքենայի մոտ, գնամ բաճկոնս վերցնեմ, որովհետև այնտեղ ավազների վրա ուզում ենք նստենք, կհակնեմ, որ չմրսեմ, շատ մարդ չկա, հիմա գնանք մոտենանք ծովին, այնտեղ կտեսնենք արդեն ինչ վիճակը, մի քիչ հեռու է տանից, ուղղակի բան էլի գալը 90 կիլոմետր, ոնց որ ճանապարհից ենք հոգնում, թե չէ, այստեղ շատ հաճելի է, շատ։ Տուրիզմը զարգացնելու համար ամեն ինչ այնքան լավ հարմարացնում են տուրիստների համար։ Հենց այստեղ տրամվայի կանգ առկա, այստեղ որ եկանք մենք կանգնեցինք, մեքենան կանգնացրինք։ Հենց այստեղով տրամվայները հասնում են, այսինքն մարդիկ կարան գան, գնացքով են գալիս, թե ինչ, հետո էլ տրամվայով կան ուղիղ ծովի մոտ, հարմար շատ։ Ավազի վրա ոտքով, բոբիկ ոտքերով պետք է քայլել, որ այդ ուժը, այդ զգացողությունը զգաս։ Ես հիմա կոշիկներով եմ քայլում, սառնա։ Հաջորդ գալուց ոչինչ, հաջորդ գալուց կգանք լավ շոքերին։ Այստեղ լավ է բան է, էլի, շատ հարմար է ծովի մոտ հենց, տեսեք, ամբողջ երկայնքով շենքեր են։
Իմ ընկերուհին ի դեպ այս շենքերից մեկում է ապրում, չգիտեմ որ շենքում, իրանց տունն է հենց։ Այս անգամ ուրիշ ափ ենք եկել միշտ, մի ափ կա, միշտ այնտեղ էինք գնում։ Այս անգամ անծանոթ պարկինգ դրեցինք ու անծանոթ ափ ենք եկել, բայց շատ հաճելի է։ Տեղը հարմար, պարկինգին մոտիկ, այսպես սիրուն, ավազը մի քիչ տաք է, կարելի անգամ բոբիկ քայլել։ Ուզում եմ մոտենամ ծովին, տեսնեմ որտեղից ավելի հարմար մոտենալը, որ էլ ջուրը չմտնեմ։ Տեղից էլ 3 մոտս գրիպի նշաններ էին, մտածում էի այսօր կհիվանդանամ, բայց առայժմ լավ եմ։ Չգիտեմ արևը թողնում է տեսնեք թե չէ, որովհետև ես էլ ակնոց չեմ վերցրել արևային, չեմ կարողանում աչքերս լավ բացեմ, որ տեսնեմ։ Ալիքների ձայնը հրաշք է, հրաշք։ Ծովափին վազելը պատկերացնում եմ, ավազի վրա վազելը ինչքան հաճելի է, բայց կոշիկներով են վազում, բոբիկ չեն։ Ասեք, որ հրաշք է, սիրելիներս, իրոք հրաշք։ Այստեղ ջուրը արդեն ահագին վերևի եկավ։ Ժողովուրդ, հյուսիսային ծովի ափին ենք, հրաշք է, այս ձայնը բուժիչ է, բուժիչ։ Չգիտեմ ինչքանով է փոխանցվում էկրանից այդ կողմ, ոնց եք դուք զգում, բայց հրաշալի է։ Այստեղ փոքրիկները ուրախանում են ալիքներով։ Երբ որ ծովը ալեկոծվում է, նայեք ինչքան եկավ, երբ որ ծովը ալեկոծվում է ու ջուրը բարձրանում է, մինչև տեսեք ուր է հասնում։ Այ այնտեղ։ Այդքան շատ մարդ չկա։ Այս սեզոնին սառն է, ցուրտ է, բայց հաճելի ամեն դեպքում շատ հաճելի է։ Գնանք նստենք ավազին ու վայելենք այս ձայնը։ Ողջույն հայրենակիցներին մեր, մենք այս պահին գտնվում ենք Բելգիայի հյուսիս-արևմտյան սահմանին, որի այս ափերը ողողում է Ատլանտյան օվկիանոսը, բայց ցամաքին մոտ տարածքները միշտ ծովերով են անվանված, Բելգիայի այս ափերը ողողում է հյուսիսային ծովը։ Հյուսիսային ծովը բավականին մեծ ծով է, Երետ Նորվեգիայի, Գերմանիայի, Լեհաստանի այդ սահմանները ողողելով հասնում են մինչև Ֆրանսիայի տարածք, Ֆրանսիայի ափերն էլ է ողողում։ Շատ հոյակապ վայր է, հիասքանչ վայր, տուրիստական շատ մեծ ներուժ է գալիս այստեղ, առավելապես ամառն են շատ գալիս։ Ամառը այս ծովափերը գրեթե մարտաշատ է, որ ասեմ մասնակցելու տեղ չի լինում, հավատացեք։ Մանավանդ ասենք արևոտ, լավ տաք եղանակին։ Ծովափը վճարովը չի, մենք ամեն տարի գալիս ենք, տարբեր մասեր եղել ենք, անվճար է, բայց կան շատ սննդի օբյեկտներ, որտեղ գինը համեմատած ասենք քաղաքի կենտրոնական մասերի հետ
քան ծովափում ավելի գինը բարձր է, բայց մատչելի է բոլորի համար է։ Շատ լավ ժամանակ անցկացնելու տեղ է ու ամառը երբ ջերմաստիճանը 25-30 աստիճան է լինում, ջրում կարողանում եք ազատ նաև լողալ, մի խոսքով հրաշալի վայր է։ Երանի գիներ, որ մեր Հայաստանն էլ ունենար մի փոքր նմանատիպ հատվածներ, ծովի հետ կապ ունենանք, ցավոք սրտի անցյալում ունեցել ենք, այսօր չունենք։ Գա ժամանակը, որ մենք էլ այդ հրաշքներից օգտվենք։ Ինչպես բոլոր ծովերում, օվկիանոսներում հետաքրքիր ֆիզիկական երևույթներ են կատարվում, դա ավելի շատ կիմանան ֆիզիկները, մակընթացություն եւ տեղատվությունը այստեղ էլ է, եւ թե նայում եք մեզանից դեպի ծով ընկած հատվածը բավականին խոնավ տարածք կա, որը տեղատվության մակընթացության արդյունքում ջուրը առավոտվանից, ասենք կարծեմ 6-ից 5-ից 6-ից սկսում է ծովի ջուրը հետ նահանջել, իսկ երեկոյան սկսում է հետ վերադառնալ իր նախկին դիրքը։ Այստեղից մինչև տեսնում եք ծովի ափը մոտավորապես կլինի 50 մետր։ Այդքան տարածք, եթե կանգնես չափես, կա առնվազն մի 5-6 մետր բարձրությամբ ծովը հետ է նահանջում եւ առաջ է գալիս։ Դա կոչվում է ֆիզիկայում, ասում են մակնատություն տեղատվություն, քանի որ ես ֆիզիկ չեմ, բայց նման երևույթ նկատել եմ բոլոր ծովափներում։ Շատ հետաքրքիր երևույթ է, կախված է իմ կարծիքով դիզերական ձգողականության հետ, եթե ձեր մեջ ֆիզիկներ կան, կարող են ավելի թարմացնեն եւ մեր լսարանին մեզ էլ ասեն իմանանք։ Այո։ Մոռացել ածյալ չենք վերցրել հետներս։ Այնքան հաճելի մաքուր ավազ է, որ ոտերս սխրվում է մեջը։ Ցանկալի կլեր այսօր, եթե մի քիչ տաք լիներ, հոբիկ ոտքերով ման գանք, մի քիչ մտնենք, լողանանք, հովանանք, բայց դա պլանավորենք ամառը։ Հիմա ավազը որ բան եմ անում, վրայի շերտը լավ տաք է, բայց մի քիչ ներքև արդեն սառն է։ Դրա համար հոբիկ ոտերով չեն ուզում բանանում, քայլեն։ Ամեն դեպքում շատ հաճելի է, այս արդեն շատ հաճելի է, երբ որ ավազը այսպես պահում է։ Արի ասջան, այլմես։ Լավ շատ հաճելի։ Այստեղ ընկերուց մի անգամ հարցնում եմ, եթե ստենդում ապրելու համար էլի, ասում եմ ոնց է այնտեղ ասենք ապրելը, ընդհանուր ինքը գոհ է, մենակ ասում է այնքան շատ է լինում, մանր սարդ էր։ Այդ որ ասեց, ո ինչ լավ, որ մենք այստեղ չենք գնել։ Լավ քամի է, մի անգամ սառն է, մտածում ենք մի հատ կարելի է տաք բան խմել։ Գնանք տեսնենք այստեղ ինչ սրճարաններ բաներ կան բաց, տաք կապուչինո կուզեմ։ Այստեղ բաներ էլ կան, որ այս փոքր ինչ են կոչվում քոթեջների տիպի, հիմա ցույց տամ։ Տեսեք այն ընտանիքը, որ նստած է, այդ տիպի փոքր քոթեջներ, որ կարան վարձեն, օնլայն վարձեն։ Ամբողջ ծովի երկայնքով։ Ուղղակի շատ փոքր են, բայց մեջը ամեն ինչ կա էլի ծովափին մնալու համար, կարելի է ավերցնել մի երկու գիշեր գալ մնալ։ Բայց ես օրինակ չի ուզենա այդպես գայ մնալ, որտեղ որ գիտեմ ծովի գիշերը բարձրանում է։ Այդ տեսեք, այս ամեն ինչը, այս ընտանիքը որ կա, աթոռները ավազի վրա դնելու, այդ բաները չեմ ուզում երկար վրան պահեմ, ամեն ինչը այդ բաների այս քոթեջների մեջ կա։ Ծովափն էլ միշտ այսպես մաքուր է լինում, գիտեք միշտ այնպես չի որ այս մի օրը մաքուր է։ Այսպես միանգամից բարձրանում ենք ու գնում ենք սրճարան։
տեսակ բաներ էլ կա, որ բարձր վերցնում են։ Այս մի սրճարանը փակ է, տեսնենք Այն մի ափին, որ մենք գալիս էինք, այնտեղ շատ են բաները, երևի քայլենք մի քիչ ներքև։ Նայեք ընտանիքով նստել են։ Ծովափին ամեն ինչը շատ թանկ է, ասենք ինչ որ վաճառում է շատ թանկ է։ Մի անգամ որ եկել էինք, Նասկիս պատամամբ ջուր եղավ, ուզեցինք Նասկիներ գնենք, բայց ամառ չէր էլի այս սեզոնին էր, կամ աշուններ։ Գնացինք, որ Նասկիներ գնենք, մի զույգ Նասկիները 7 եվրո արժեն, ինչ որ շատ թանկ էր, բայց գնեցինք։ Ու ամեն ինչ այդտեղ այդ խանութներում շատ թանկ էր։ Սրունն էլ թանկ, ամեն ինչն էլ այստեղ ծովափին թանկ է, դե բնականաբար չէ, մարդիկ էլ ուզած օգտվում են։ Այս ջենտլմենը ծխեց, վերջացրեց, գալիս է։ Գնանք նայենք բաց սրճարան, որտեղ կա այս, այնտեղ բաց է, այստեղ փակ էր։ Մի բան բաց ենք գտել, մտանք մեր սահագին տակը, տեսնենք ինչ ենք պատվիրում։ Երաշտություն կա, դրա համար ձայնը անջատել եմ, Աշոտը հարցնում է համովա կապուչինոն քո համար, ասում եմ շատ, ինքն էլ է խմում, բայց ինքը ընդհանրապես կապուչինոյի սիրահար չի, էլի, ես շատ եմ սիրում։ Այստեղ ներսում էլ մի քիչ ցուրտ, դրա համար այսպես լավ չտակացանք։ Մատուցողը հոլանդերեն չէր խոսում, մենակ անգլերեն, բան էի հարցնում, չէր հասկանում։ Սատիկի սիրուն դեկորացիաներ կային դրված, այս մեկը շատ սիրուն էր։ Նստեցինք շատ տաք չէր չնայած ռեստորանում, բայց ամեն դեպքում էլի լավ էր, նստեցինք մի քիչ տաքացանք, սոված չէինք, մենակ կապուչինո խմեցինք, շատ համով կապուչինո էր ու հիմա դուրս ենք եկել տուն գնանք, 2 ժամ ու կես մնացինք, ընդհանուր, չէ, 2 ժամ մնացինք, քան որ շատ տանն էլ գործեր ունենք, կարծում եմ հերիք է այսօրվա համար, այդպես մտադրել չէ, դե ծով գալիս ենք ծովը տեսելու, ոչ թե քաղաքում ման գալու, բայց այստեղ մի հատ շատ սիրուն այգի էլ կա, որ մի 2 անգամ գնացել ենք, բայց հիմա չենք գնա, սառնա, քամի շատ սառնա այստեղ։ Այ այնտեղ ծովն է, այստեղ տրամվայն է ասնում, կանգառը այստեղ, այս կողմում էլ պարկինգը։ Ուժեղ քամի էր, աղմուկը շատ էր, ինչի համար ներողություն եմ խնդրում իմ սիրելի բարեկամներ, բայց ինձանից կախված չէր։ Ծովի մոտ ընդհանրապես քամին շատ է լինում ու այսպես աղմուկը շատ է։ Այս սիրուն քաղաքին հրաժեշտ ենք տալիս, ահագին շատ դրեցի տեսարաններ, թե ճանապարհից, թե քաղաքից, այս բոլոր տեսարանները ինչ տեսնում եք Օստենդից է, շատ սիրուն քաղաք է։ Կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր կլինի։
մենք արդեն տուն ենք հասնում։ Հուսով եմ հավանեցիք Օստենդը, ծովը ու ընդհանրապես ամեն ինչ։ Ուզում եմ հիմա ձեզ հրաժեշտ տամ, լավ մնացեք, մինչև հաջորդ տեսանյութ։